Ողջույն ընկերներ, այսօր AI-ֆիկացման երկրորդ տեսահոլովակն է եւ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել հետեւյալ օրինակը։ Կոչվում է Natural Language Search։ Եվ այստեղ ունենք search եւ ինչ որ տեքստ ենք մուտքագրում search։ Եվ այստեղ այն էլեմենտները, որոնց միջով մենք կարող ենք փնտրել։ Ինչպես տեսնում եք, այստեղ էլեմենտները քիչ են եւ կարելի է շատ արագ կարդալ, բայց պատկերացնենք, որ այստեղ հազարավոր էլեմենտներ կան եւ մարդը ուզում է փնտրել եւ գտնել իրեն հետաքրքրողը։ Առաջ, երբ արհեստական բանականությամբ search դերը այդքան տարածված չէր, մենք կարող էինք գրել կաֆե եւ գտնել բոլոր այն տեղերը, որտեղ կա կաֆե բառը, այո, կամ ռեստորան, կամ օրինակ jazz, հա, coworking։ Բայց պետք է հասկանալ, որ գնալով մարդիկ ավելի ազատ են ուզում լինել իրենց որոնման մեջ եւ նկարագրեն այն, ինչ ուզում են եւ ստանան, ոչ թե գրեն keyword-ներ, այլ փորձեն նկարագրեն։ Շատ ժամանակ սա կարող է ավելացնել վաճառքները։ Օրինակ մարդը եկել է նոր քաղաք եւ գրում է այն սնունդը, որը նա ուզում է ուտել, հա։ Կամ օրինակ գրում է իտալական խոհանոց, պիցցա եւ այլն։ Այսինքն պարտադիր չէ, որ այդ բառը հենց լինի այնպես, ինչպես որ գրած է։ Օրինակ իտալիան ռեստորանի փոխարեն եթե մենք գրենք իտալական խոհանոց, իտալիան կուզին անգլերեն, այս որոնման արդյունքը նա չի կլինի, քանի որ տեքստը ուղղակի փնտրում է համապատասխանություններ։ Իսկ արհեստական բանականությամբ այն գտնում է սեմանտիկ նմանություններ, ոչ թե տեքստը տեքստի հետ, այլ իմաստը իմաստի հետ։ Հիմա եկեք այս օրինակը փորձարկենք, հա, օրինակ այստեղ search-ի մեջ գրեմ։ Ինչ եմ ուզում ուտեմ։ Պիցցա, տեսնում եք, պիցցա չկա։ Ոչ միտեղ պիցցա բառը չկա։ Որոնում ենք search-ing, done։ Այստեղ տեսնում ենք արդյունքները, results։ Արդյունքները դասավորված են ըստ նրանց ռելևանտության, այսինքն ամենամոտը սա է, հետո սա, հա, այսինքն որոնման արդյունքներն էլ ընդամենը մեկ արդյունք չեն ցույց տալիս, այլ շատ արդյունքներ։ Ինչպես տեսնում եք, ամենառելևանտը Italian restaurant with vegan options։ Պիցցա բառը այստեղ չկա, բայց արհեստական բանականության որոնման շնորհիվ մենք կարող ենք տեսնել բոլոր այն տեղերը, որտեղ մենք կարող ենք տեսականորեն ուտել պիցցա։ Իհարկե վստահություն չկա, որ այս ռեստորանում կա պիցցա, բայց հավանականությունը, որ իտալական ռեստորանում պիցցա կլինի, շատ մեծ է, ճիշտ է։ Այստեղ տեսնում ենք հաջորդը modern hotel with free breakfast։ Այո, եթե կա breakfast, ուրեմն կա խոհանոց, հնարավոր նաև պիցցա պատվիրել։ Cozy cafe near the beach open late։ Սա տեսնում եք, score-ը 0.37, 0.30, այսինքն շատ մոտ են իրենց score-ի առումով։ Ինչ է նշանակում score, այսինքն ինչքան ռելևանտ է։ Եթե վերցնենք 1 թիվը որպես ամենառելևանտ, 0.37, 0.30, այսինքն որոշակի ռելևանտություն կա, բայց ցածր։ Այստեղ տեսնում ենք 0.52, այսինքն շատ ավելի բարձր է։ Այս երկուսը իրար մոտ են, այս երկուսը իրար մոտ, որտեղ երկուսն են, ինչպես տեսնում եք, չեն պարունակում ոչ պիցցա, ոչ խոհանոց, ոչ ռեստորան բառերը։ Մենք այլ օրինակ։ Եկեք գրենք working programmer, որպես ծրագրավորող աշխատելու տեղ եմ փնտրում, հա, search։ Done. Quiet coworking space with fast Wi-Fi։ Տեսնում եք, սա 0.460, այսինքն նրան հաջորդողից 0.17-ից շատ ավելի ռելևանտ է։ Ծրագիրը ցույց է տալիս, որ սա է ճիշտ պատասխանը։ Տեսնում եք, այստեղ չկա programmer, development, ոչ մի նման բառ այստեղ չկա, բայց իմաստային որոնման շնորհիվ մենք կարողացանք գտնել, որ սա ավելի մոտ է, քան այս մնացած բոլորը։ Հաջորդը օրինակ I want to listen saxophone music։ Ասենք ուզում ենք սաքսոֆոնի երաժշտություն լսել։ Որոնում ենք searching done։ Տեսնում եք live music venue with jazz and blues։ Այսինքն ծրագիրը հասկացավ, որ եթե մարդ ուզում է լսել սաքսոֆոն, նա պետք է գնա այս տեղը, որովհետև այստեղ jazz է նվագում եւ blues։ Երկրորդը տեսնում եք quiet coworking space, ճիշտ է, դա նշանակում է, որ այդ վայրում երաժշտություն հաստատ չկա, քանի որ այն quiet է, կամաց լուր, հա։ Բայց քանի որ այնտեղ կա fast Wi-Fi, դու կարող ես գնալ այնտեղ նաուշնիկներով, ասենք YouTube-ով սաքսոֆոն լսել։ Եվ մնացածը ինչպես տեսնում եք շատ ցածր են, 0.11, 0.15։ Մեկ այլ օրինակ, հա։ I want to go to vacation with my kids։ Երեխաներս հետ ուզում եմ գնամ արձակուրդ։
տեսնենք ինչ կբերի։ Family friendly resort with pool and ocean view, այսինքն ընտանիքի համար նախատեսված հանգստավայր լողավազանով եւ օվկիանոսի տեսարանով, տեսնում եք ինչպես կան բարձր։ Հաջորդը modern hotel with free breakfast, նույնպես լավ բարձր է։ Այստեղ կաֆե, էլի կարելի է գնալ ընտանիքով եւ այլն, բայց ամենամոտը դա իհարկե սա է, resort, ինչի է որտեղ սա ամբողջ արձակուրդի հետ ասոցացվում է հենց resort-ը, հանգստավայրը։ Եվ այսպես մենք տեսանք այս օրինակը, թե ինչպես այն աշխատում։ Իսկ հիմա եկեք նայենք ծրագիրը։ Ուրեմն ունեմ HTML file, բացառապես front-end, TensorFlow.js-ը օգտագործում, input եւ button, սրանք հենց այս input-ն է եւ կողքի button-ը, ոչ մի առանձնահատուկ ոչ մի բան։ Item-ներն ենք այստեղ ցույցադրում եւ պատասխաններն ենք ցույցադրում, այսքանը։ Օգտագործում ենք TensorFlow եւ TensorFlow-ի մոդելներից Universal Sentence Encoder մոդելը։ Այս մոդելը հենց նախատեսված է semantic search-ի համար։ Այստեղ բոլոր էլեմենտներն եմ ավելացրել JavaScript-ի զանգվածով, ոչ մի տվյալների բազա չի օգտագործվել, այո։ Նկարելու համար էլեմենտները օգտագործել ենք render items ֆունկցիան, շատ պարզ primitive JavaScript, prepare embeddings, այսինքն ինչ է անում, մոդելին տալիս է այս բոլոր արտահայտությունները, որ այն կարողանա այս արտահայտությունները որոշակի AI-ին հասկանալի տեսքով պահպանել։ Հետագայում cosine similarity-ի շնորհիվ մենք կարող ենք որոշել, թե որ տեքստն է ավելի մոտ մեր ունեցած որոնման հարցմանը։ Տեսնում եք, այստեղ վերցնում է եւ կիրառում TensorFlow-ի մեթոդներ։ Եվ հենց boom search-ը վերցնում է այս արտահայտությունները եւ ըստ նրանց ռելևանտության, տեսնում եք, construct ըստ նրանց ռելևանտության դասավորում եւ նկարում էկրանին։ Եվ init ֆունկցիա, որ այս ամեն ինչ աշխատեցնում է։ Այսինքն հիմնական AI-ի հատվածը դա prepare embeddings վերցնել եւ ստանալ AI-ին հասկանալի որոշակի տեսք, cosine similarity, կոսինուսային հեռավորությունն այստեղ չափվում էլեմենտների միջև, այս նույն նմանատիպ ֆունկցիա մենք ունենք նաև նախորդ օրինակում, եթե չեք դիտել նախորդ օրինակը, անպայման դիտեք, որոնում ըստ ռանկի դասավորված եւ արտացոլում էկրանին։ CSS-ը շատ պարզ է եւ չունի արհեստական բանականության հետ ոչ մի առնչություն, ընդամենը edge-ը ավելի ինտուիտիվ դարձնելու համար։ Եվ այսպիսով տեսնում եք, որ ընդամենը մի քանի տող կոդի օգնությամբ կոդը շատ պարզ է, շատ հեշտ ու հասկանալի, բացի այս հատվածից, որը օգտագործում է TensorFlow գրադարանը եւ պետք է որոշակի չափով նրան տիրապետել։ Մնացածը այս հատվածից բացի մնացածը կարելի ասել, որ շատ primitive JavaScript է։ Բայց այս primitive JavaScript-ի շնորհիվ մենք ունեցանք որոնում, որը կարող է վաճառքները ձեր կամ ձեր հաճախորդի կայքում ավելացնել։ Մարդը կարող է փնտրել, օրինակ, այնպիսի կահույքի տեսակ, որը նա օրինակ չի կարող որոնել keyword-ներ օգտագործելով։ Օրինակ, ուզում եմ գնել որոշակի ինչ-որ պահարան ու նկարագրի այդ պահարանը։ Այսինքն նա ոչ թե միայն գրի պահարան ու եւ սկսի հազարավոր պահարանների մեջ փնտրել, այլ նկարագրի այն պահարանը, որ նա ուզում է գնել։ Քանի որ չգտնելով այդ իր ուզած պահարանը, նա ուղղակի չի գնի, դուրս կգա կայքից, բայց գտնելով կգնի։ Եվ այսպիսով թույլ տալով մարդուն օգտագործելով semantic search մենք ավելացնում ենք վաճառքները։ Ավելի հարմար ենք դարձնում նրա կողմից կայքի օգտագործումը։ Շնորհակալություն ուշադրության համար, այսքան այսօր, անպայման դիտեք նաև նախորդ տեսալովակը, եթե դեռ չեք հասցրել դիտել, հետևեք ինձ եւ շատ հետաքրքիր տեսալովակներ լինելու ապագայում
Շնորհակալություն ուշադրության համար, ստեսություն։